Փաշինյանի համար 5 մանդատ է գողացել ԲՀԿ-ից, ասում է ընդդիմադիր 6 ուժերի համատեղ հայտարարությանը միացած Հայ ազգային կոնգրեսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնաց ամենաաներևակայելի ճանապարհով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է ապօրինի որոշում, որով Նիկոլ Փաշինյանի համար գողացել է ապօրինի 5 մանդատ։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայ ազգային կոնգրես, ազգային ժողովրդական բևեռ կուսակցությունները Կիրակի համատեղ հայտարարություն են արել, պնդելով ընտրության արդյունքները չեն կարող հիմք լինել լեգիտիմ իշխանության ձևավորման համար։ Հայտնվել ենք իշխանության լեգիտիմության ճգնաժամի կամ անգամ կասեի բացակայության իրավիճակում։ Իսկն այնքան մեծ են կեղծիքները, այնքան համակարգային բնույթ են դրանք կրում, կրկնվող համակարգային, որ այլևս խոսել դրա մասին, որ մենք ունենք լեգիտիմ իշխանություն, այս ընտրությունների արդյունքում չի կարելի։ Ընդդիմադիր 6 ուժերի համատեղ հայտարարության տեքստը Կիրակի երեկոյան կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առաջ հրապարակել է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Տեր են կանգնելու յուրաքանչյուր քվեին, որը տրվել է մեզ, եւ արձանագրելու ենք, որ այս մարդիկ, այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում, ինչքան էլ կեղծիք արել են, չեն հաղթել։ Լևոն Զուրաբյանի խոսքով ընդդիմության միասնականությունը ստեղծում է հեղափոխական էֆեկտ։ Միասնականությունը շատ կարևոր հանգամանք է, որովհետև միասնականությունը ստեղծում է լուրջ մոբիլիզացիոն, եթե ոչ հեղափոխական էֆեկտ։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի վրա։ Ընդդիմությունը հայտարարում է, որ շարունակելու է գործել բացառապես սահմանադրությամբ։ Քաղաքացիների ազատ կամ արտահայտության իրավունքը պաշտպանելու է օրենքներին եւ ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ։ Սահմանադրական ճանապարհին ընտրությունների արդյունքը վիճարկելու հաջորդ քայլը բարձր դատարան դիմելն է։ Ընդդիմությունը սակայն կարծում է, որ այս ատյանը եւս կդառնա ընտրակեղծարարության մեղսակիցը։ Հիմա տեխնիկապես մնացել է սահմանադրական դատարանի этаպը, բայց ես 100%-ով վստահ եմ, որ սահմանադրական դատարանը ուղղակի դառնալու է այս ընտրակեղծարարության մեղսակիցը։ Զարու Իսահակյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։